Absolutin Artsakhն էր միավորող գաղափարը, ապա այսօր իմ խիստ կարծիքով, սուբյեկտիվ, կարծում եմ, որ այսօր հայությանը միավորող գաղափարը իր տեսակի պահպանելու գաղափարը պիտի լինի։ Եվ մենք ունեցել ենք այդպիսի մարդիկ, հիմա շատ չձանձրացնեմ ձեզ, որովհետև երգիչը պիտի երգի, գործիչը պիտի խոսա, Ես ճիշտ բան չնայած ավելի լավ է երևի այսպես ավարտել։ Բայց սրա համար լավ է որ կամերա է։ Լավ միկրոֆոն չի, մենք մինչև դասընթացը ավելի լավ կկարգավորենք։ Ես ճիշտ ասած նոր միտք առաջացավ ձեզ խոսելու ժամանակ, թե մեզ մոդուս վիվիդեի դասընթացն կոչվում է հայրենատիրության դասընթացն է։ Հայրենաճանաչության, ես էլ համարում դրա մասին։ Այ ես մտածեցի, եթե դուք դեմ չեք եւ եթե բանա, մենք անում ենք գարուն եւ կամերայից։ Միգուցե աշնան դասընթացների ժամանակ մի օրը մենք նվիրենք հայկական որևէ ազգային երգ միասին սովորելու։ Մենք ընդհանրապես դասախոսություններ են տարբեր թեմաներով, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք եւ այլն եւ այլն։ Այս անգամ շատ ավելի ռազմական թեման կար այս դասընթացների մեջ։ Միգուցե հաջորդ անգամ անենք օրինակ այդ մի դասը սովորելը, այսինքն մի երգը, որովհետև ցավոք սրտի հայերեն ես շատ եմ տեսել, երբ որ սեղանի շուրջ են հավաքվում, չէ՞, սկսում են առաջ երկու տողի երգում են, արդեն երրորդ տողից հետո մարդ չկա։ Եվ դա իսկապես այդ բանը կարելի անել։ Դե մենք մինչև այդ արդեն բան կանենք, ավելի կմանրամասն։ Ահավասիկ իմ կյանքի փորձը ցույց է տվել, որտեղ սփյուռքի գրեթե բոլոր գաղտնիքներում երգել են 40 տարուց ավել եւ գիտեն, որ եթե 10 հայ նույն երգը երգում են, ուրեմն այդտեղ կա միասնության գաղափարը։ Բոլոր միասնության կոչերը, որ այսօր կամ երգերը հնչել են, մանավանդ այսօր ինձ համար օրինակ կեղծ է։ Կեղծը ինչ իմաստում, որտեղ ասում են բոլորը միասնություն, բայց հետո ամեն մարդ գնում է իր օֆիսում նստում է, գիտեք, սուր ուրիշ բան է խոսում։ Իսկ երգը ազնիվ է, երգին խաբել չես կարող։ Երգը եթե մանավանդ 100-ամյա երգը եւ անցել է պատմության գողերով եւ մնացել է այսօր, հիման էլ ասեմ, որ չեմ ուզում ցիտել շատ են այսօր նժդեհագետները եւ նժդեհասերները, բայց ասել են մարդը, որ նահատակ հերոսն է, երբ որ նահատակվել է, նա արդեն կուսակցական չի, մեռելները կուսակցական չեն լինում, այսինքն բոլոր են հերոսները, որոնց մենք գիտենք Աղբյուր Սերոպը, Գևորգ Չավուշը, մյուսները, նրանք ազգի հերոսներ են, եւ պետք չի արտոնյալ հերոսներ այսօր սարքել, 1, 2 եւ դրանց անունները, մեկ գցել, մեկ բարձրացնել եւ խաղացնել։ Մենք ունենք բազմաթիվ եւ բոլորին ըստ արժանուն այս իմ հրատարակած գրքի մեջ լինելու են ամեն մեկը իր նիշանը ունենալու, իր հերոսը, իր պատմական դեպքերով։ Խոնար հերոսներ, ովքեր շատ մեծ գործ են արել ազգի համար, բայց այսօր կորացյալ անուններ։ Շատ լավ։ Հիմա մենք լավ է ինչ ենք անում այստեղ Հիմա ես իրար հետևից մի եկվատ երկեմ, ովքեր գիտեն թող ձայնակցեն, իսկ մյուս առիթներով կսովորենք։ Դες իմ առաքելությունն է, եթե հնարավորություն են ընձեռում։
Մարտի 15-ին գիտեք ինչ օր է, 21 թվականի մարտի 15-ին Սողոմոն Բերլեջյանը իրագործեց Մենդեսիսի ծրագրի առաջին գործողությունը Շարատին սահմանված Բերլինի Արմենշտրասի փողոցին։ Հիմա մի բան եմ ուզում ասել, որ ուզում դուք երիտասարդներ ավելի շատ լսեք թելեգրամների, աշխարհի շիրականների, իսակ փորնականների, արամ երկանանների անունները, քան թե մի սրիկա թուրքի, որ գնաց մարդ ես անել։ Այսօր մեր հեռուստա եթերներում չգիտես այնքան շատ է որովում այդ անունը, որ ես չեմ ուզում հնչեցնել, որ մեր ջահելներ երեխեք ավելի շատ դեպ անունն են սովորում, քան թե այս աշտելի անունները, ովքեր մեր հրաժարու բազուկի Մենդեսիսի գործողությունը իրականացրել։ Եվ մենք սովորում ենք զոհի հուշարձան, հետո աններ զոհի, ես չեմ ուզում դեր, երեխեքը վարվանեսոր է փոխանակ շիրականների, թողականների ալսաները դնելու տեսնել հեստական աններ զոհի հուշարձանը և մի բաներ ասեմ, կարևոր մեր շրջապատը ես համարում եմ այստեղ խոսել այն բաների մասին, որտեղ մեծ բաններից չեն թույլ տա։ Հիմանը կուզենայի ասել, որ մեր ջահելների համար, ովքեր 88-ին բոլոր մեր երեխաներ եք նվել, հավանաբար չգիտեք ինչ է տեղի ունեցել, որ հիմի մասսայական երբ մայիսի 9-ին եվի եղավնուր, հանթը ապրիլ 24-ին ծիզարնակապար։ Ես կուզենայի, որ բար ժամանակը երբ մեր հիշեին կամլեք զոհերի հիշատակը, բայց մեր բնուրը, հաղթանակի բնուրը եղավնուր լիներ։ Դրա համար ես միած երկ երկեմ, որը նոր երկը առաջին անգամ ենշելու։ Իդեպ ասեմ, որ մարտի 15-ի եթերներից մեկում ես երկևոր և գինիլիցը առաջին անգամ, որտեղ դա երկի չէր, որ ես երկում եմ միշտ մեր թեխերի սեղանների վրա, այսինքն երբեք չէի սպասում, որ դա կարող է տեղից երկեմ, բայց այնպես ստացվեց, որ արիվ հանդիսացավ զայնագրեցի և երկեցի և տեսա, որ ժայրությունը շատ սիրեց ընդունեց այդ երկը, որովհետև այդպես լինի, հուսամ, որ այս նոր երկը, որ մեջդեհին է նվիրված, նույն արձակակը կգտնի ձեր սրտերում, որովհետև մեջդեհի մասին շատ քիչ երկեր կան, իսկ այս երկը գալիս է հավասարահիշարություն դնելու մեջդեհի զորավար և սպարապետ և հիրիսորվար լինելու, որտեղ վերջերս շատ են խոսում, ով դուրս է գալիս մեջդեհի ցիտատները մեջ բերում և այնպիսի տպավորություն ստեղծում է մեջդեհը հիրիսորվար է և գաղափարախոս, սպախուցի կամ ինչու այդպիսի բան է։ Իս ցիտատներ կա, որ հետազոտած ասում եք դրի Հիմա և ընդհանրված է եղել ասել, որ մեջդեհը հավասարահզոր գործածել է և գրիչը և խոսքը, բայց այս երկը իսկապես գալիս է ապացուցելու զուսպ արժանապատիվ երգ է, տեքստը շատ հրաշալի առաստեղծի խոսքերն է, երաժշտությունը և մուզիկան արևմարդը։ Հիմա ավելի պակաս չխոսեմ, ավելի լավա երգեք երեսել շարդեք։ Փորձենք միացնել։ Ձեր այս ապարատուրայով իհարկե մենք էստեղ չէինք նախատեսել, մյուս անգամ արդեն ավելի լավ։ Մյուս անգամ մի քիչ ավելի շատ։ Սարա։ Սարիների ամեր են սրբում, որից խոշակները և մահվան գարդում, կնդակներ են սուրում ու վայթում արկեր, և նոց պաշարեն դշնամյալ զորքեր, զարկիր մեջը զարկիր, մեր պատում ասկեր, կարես դեպի հույսը ներկաշ սպարավեր, Զարկիր մեջը զարկիր, ասկիր կահապան, ես է ասել իմ ասարկը սրպասան։ Ասատում ենք կանգնած, այ հողի վրան, գավոր դարերի
Ես երկը լենգդան հիմա մի երկեր նախորդ ազատամարտի 10-րդ տարի ազատամարտի, որ շատ էլ սիրվեց մեր շահերների կողմից, բայց ոքնասի քաջերի երկն է։ Այսօր իստիմատը բաղ է այլերս։ Շարունակեք ջրդի արդեն ամեր կրում, թե որոնակ ինչ շարունակեք։ Ես էլ
ազգային ոգի տալու նաև երկի երաշտյան միջոցով։ Շնորհակալություն ձեզ։ Պատերազմի տարիների 90-ականներին ասենք ես ձեր ձայնը երգը ինչ լսում եմ իմ մանկությունն է իշ։ Մազերս փշակաղում է։ Մկրոյի ձայնն եմ լսել, ձեր ձայնն եմ լսել, ակումբ մարաթոն ու վերջերս Զորամաս էին գնացել, ինչի համար հիշեցի, Շահեն Մեղելյանի մասին ձեր երգը ընդ Զորամասում տղաներին սովորացրեցինք, հենց Երևանիկներ էին գնացել։ Մեր եղբայրներից մեկը ընդ որ ծառայում է Շահեն Մեղելյանի կիսանդրինակ։ Փորագրել վերջացել է, արդեն ավարտին է հասցրել, վաղուց պետք է տեղադրվեր, ընդեղ էլ էլի
շարժումներ են գնում, որ Մելերյանը դաշնակցական է եղել եւ այլն ու sense ինչ որ իրար անցումներ են ստեղծում, դրա համար հետաձգում է։ Քիչ առաջ ասացի, որ նահար հերոսը արդեն կուսակցական չի եղել, դա չի եղել մեր կուսակցական ասել, որովհետեւ եթե այդպես գնանք, ինչ շատ անգամ որ այդպեսի հարց առաջացավ, ասեմ, շատ անգամ ասում դաշնակցական երկեր ես երկում, ասել ասում որ դեպորտենցիալ վեր հայշական երկեր է։ Մյուսը դով օրինացիա։ Չէ, այսպես չի։ Այն երկերը, որոնք իրենց կենսագրությամբ ապահովել են իրենց գոյությունը եւ ազգին են իրարել ունենած, հիմա ես չեմ ասում աղբյուրսերով կամ երրորդ աշխատակցական հաշտարյանների չէ։ Դրա համար ասին երկարանի մեջ նույնիսկ անձնական սիմպաթիաները մի կողմ են դրել, եթե երկը արժեքավոր երկ է, ես ներառել եմ, ես դրակ և Պարուր Հայրյանի երկերից կա, և Ռուսան Հայտազունի երկերից կա, և ռազմա, ասինքն մերօրյա բաների, իսկ մնացյալը ինչ անենք, որ 20-30 տարին այդ կուսակցությունն է եղել ասպարեզում և սխալները գործել չգիտեմ ինչ, բայց մարդուն այսօր գնել, որ նահատակ հերոսը զոհվել ազգի համար և ասել, որ ինքը դաշնակական կամ հնչակական լավ չի, իսկ ինչ վերաբերում է Շահին Մեղրյանի երկին, ուզում եմ երկի նախապարտություն ներգրավարով ասեմ ու գնամ 93 թվականի ապրիլի 13-ին է եղել մի րոպե լրացուցեք։ Ես Ղարաբաղից եկել եմ եւ իմ ընկերը Ռաֆիկ Գազինյանը, որ անձամբ Շահինի խմբից է եղել, այդ ժամանակ ուղղաթիռը նստելու պահին Ռաֆին որ բարձրացել է, չգիտեմ, երևի ալավերձին է Ռաֆիկ Գազինյանը, առաջին բանի դեպուտատը է։ Ուրեմն Շահինը ասել է գմնա, ինքը իջել է ուղղաթիռից։ Զինավորին է վերցրել աղբոր տղուն։ Ասել է այս Դագոտին տանը չմնա այստեղ փորձանք բերի էլի կրտին, յանի ապահովության համար երեխանել է վերցրել 17 տարեկան։ Ու Ռաֆիկի աչքերի առաջ, ասում է, երբ որ բարձրացավ ուղղաթիռը, օդի մեջ խփել են իր աչքերի առաջ։ Հասկանում ես, բաներ կան, որ ես այդ երկերը ապրված եմ կրել, էլի, ոչ թե պատվերով կամ ինչ-որ մեկի ասելով, որ դա Շահյան ու Գետաժյանը որտեղ է այնտեղ անքրի քարտեզագրելով։ Եվ շշմելու ապրումներով երկրագրված, եթե տեքստին ծանոթ եք, երկում են ինքը բանա, ուրիշ տեսակ երկի, էլի, և մնացալ մի քանի երկել եմ գրել, որ ականատեսի աչքերով եմ գրված, ապրված կանասին, եթե բարերը իմս չի, ուրեմն այնպիսի մարդկանց բարերը, ոսկեր գրվում մասնակցել են և իրենք իրավորվել իրենց աչքեր։ Ես Ստեփանակերտում երկել եմ իմ ընկերոջ Չիլիմի արջև եղավորում երկերը մի ժապիկա են և իմ դժբախտությունները մի կոմ դրած բոլոր ընկերների հետ մենք զոհվել ենք և ապրել ենք, որ ապրեցնենք։ Եվ ես այսօր ուղղակի հիացած եմ պարոն Նարապապյանի այս հավաքած երիտասարդներով, ասինքն ինքն աստեղ դրա համար եմ ասում, ես չգիտեմ, բայց այս տեսակ ինտելեկտուալ երիտասարդության ես կարոտ եմ, որպեսզի կարողանամ շփվել և շատ բաներում եմ ասելու։ Եվ վաղվա մեր օրը ձեր ձեռքերում է լինելու և եթե հույս ունենք, որ այս երկրից ինչ-որ մի բան դուրս է գալու, ուրեմն ձեզանից է լինելու, որտեղ դուք չեք թողնելու գնալ հաստատ իմ հավոզում այս երկրից։ Սա ձեր երկիրն է։ Եվ իմ երկարամետ համեստ վերջում ավարտել եմ մի նախադասության։ Հայը պետք է իմանա, որ այս երկիրը իրենն է, իր հայրենիքն է, որպեսզի այն իր արյան գնով պահպանելու արտավորություն ունենա։ Հասկանում եք, այսօր այնպես են անում, որ մարդիկ ասում են, դες ինչ երկիր է, և այդ արտավորությունը հաստատ գիտեմ դուք ունեք, որովհետև ես իմ առջև տեսնում եմ զարգացած ինտելեկտուալ և հրաշալի մի երիտասարդություն։ Ես հանդիպած զեկիչ չեմ, որ ասում եմ, այս ինչ ջահելություն է, այսօր Բամեր վաղտոց և որքան որ ուժես ապի, այնքան աշխատան օգտակար լինել, ինչև եմ։